Ազատության ուղիղ եթերում լրատվական թողարկումն է, այս պահին տաղավարում հյուրընկալել ենք Հայաստանի նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանին, ողջույն պարոն Արզումանյան, շնորհակալ եմ մեր հրավեր ընդունելու համար։ Պարոն Արզումանյան, վերջին տարիներին, հատկապես վերջին տասնամյակում, մենք հետևում ենք, որ տարբեր երկրներ ճանաչում են հայոց ցեղասպանությունը, դատապարտում են այն, որոշ դեպքերում նաև փորձում են քրեականացնել։ Ի վերջո, ինչ ազդեցություն է սա ունենում, մինչ այժմ ինչ ազդեցություն է այս ամենը ունեցել Թուրքիայի վրա եւ ինչ է փոխվել դրանից հետո։ Ինքնին կարևոր է հայ ժողովրդի համար ընդհանրապես, որպեսզի հնարավորինս շատ երկրներ, շատ կազմակերպություններ ճանաչեն, դատապարտեն եւ դա բարոյական հատուցումն է, այն մեծ գնի, որ մենք վճարել ենք, մեր անկախության համար։ Մյուս կողմից անշուշտ իրավացի է կապելով դա Թուրքիայի վրա ազդեցության հետ, որովհետև ի վերջո կարևոր է, որ Թուրքիան ճանաչի։ Մենք մի խնդիր ունենք, որպեսզի Թուրքիան ճանաչի, առերեսվի իր պատմության այդ ամենաողբերգական էջերի հետ եւ որից հետո նոր հնարավոր կլինի խոսել իրական հաշտեցման եւ նորմալ բարիդրացիական հարաբերությունների կառուցման մասին։ Եվ այդ գործընթացը գիտենք հիմա մանավանդ վերջին ամիսներին Թուրքիայում ինչեր կատարվեցին, տեսնենք հիմա դեռ այս պահին մենք որևէ հարաբերություն չունենք, արդեն մի քանի տարի է, կա նահանջ նույնիսկ այդ արձանագրությունների ստորագրումից հետո Թուրքիայի իշխանությունները բավականին ոչ ադեկվատ քաղաքականություն են վարում։ Հիմա տեսնենք ռեֆերենդումից հետո որքանով Էրդողանը կվերանա իր արտաքին քաղաքականությունը, ինչ առաջնայինություններ առաջ կքաշի։ Միայն մենք չէ, որ սպասում ենք, ամբողջ քաղաքակիրթ աշխարհը սպասում է հասկանա, թե ինչպիսի Թուրքիայում է սպասվում։ Բայց սա գործընթաց է, որ գիտեք, մեզանում այդ դիլեման միշտ եղել է, արտաքին քաղաքականության հիմքում լինի, թե չլինի, պետությունը պետք է մասնակցի, թե ոչ։ Եվ երկու կողմերի կողմնակիցներն է փաստորեն մի քիչ ծայրահեղացնում են խնդիրը, այսինքն եթե ասում ես, որ դա արտաքին քաղաքականության հիմքում չի, առաջնայինություն չի, դա ամենևին չի նշանակում, որ ասես որևէ բան չի եղել։ Դա պարզապես արձանագրում է այն փաստը, որ պետք է հաստատել հարաբերություններ առանց որևէ նախապայմանի, այս պահին դա միակ հնարավոր տարբերակն է թե մեր համար, թե Թուրքիայի համար, այս մյուս կողմից էլ եթե ասում ես արտաքին քաղաքական առաջնայինությունը, դա նշանակում է ինչ, այսինքն միայն Թուրքիայի ճանաչումից հետո կունենաս հարաբերություններ կամ որևէ հարաբերություն չես ունենա այն երկրների հետ, որոնք դեռ չեն դատապարտել, դա էլ ծայրահեղություն է, այսինքն հիմա ոնց որ այս վերջին մանավանդ 100-ամյա տարելիցի հետ կապված այդ ողջ արարողությունները եւ այն նոր մոտեցումը, որ այսօր որդեգրված է, աստորեն Հայաստանը ստանձնում է փորձում է ստանձնել բարոյական առաջատարի դերը ընդհանրապես ցեղասպանությունների կանխարգելման եւ բոլոր նման մարդկության դեմ կատարած ոճրագործությունների արծարծելը, քննարկելը, գիտեք, մենք արդեն ամեն տարի գիտաժողովներ ենք անցկացնում Հայաստանի նախաձեռնությամբ ՄԱԿ-ի վեաժողովը ընդունեց բանաձև եւ ի վերջո Հայաստանը վերջապես սկսեց ինքն էլ ճանաչել այլ ցեղասպանություններ։ Մենք այդ անկախության հռչակելուց հետո բոլորից պահանջում ենք ճանաչել, բայց ինքներս չենք ճանաչում եւ հիմա արդեն Պոնտոսի հույների, եզդիների եւ կա նախագիծ նաեւ հոլոկոստի վերաբերյալ եւ այդ գործընթացը շարունակական է լինելու։ Դա թերևս մեզ տալիս է նոր հնարավորություններ անելու, բայց այնպես Պարոն Արզումանյան, բայց բուն այս ճանաչումները, սրանք միայն տենց ուղղակի, որ ասենք ճանաչել են եւ վերջ, թե ռեալ ազդեցություն ունենում են։ Այսինքն պայքարում են ռեսուրսներ են դրվում այս ամենի վրա, չէ՞ որ ճանաչեն երկրները։ Գիտեք, ես այս քանի օրերին շատ ենք այս թեմաներով շատ ենք խոսում եւ այդ հարցը շատ է տրվում։ Իրոք արդյոք անհրաժեշտ է այդքան ռեսուրս ծախսել, թե ոչ։ Բայց դա հիմնականում արվում է մեր կառույցների, համայնքներում, մենք պետք է հասկանանք նաև, որ այդ համայնքները ներկայացնող
կառույցները, ինստիտուտները դրանք հետապնդում են այնպիսի մի խնդիր, որ հենց ցեղասպանության հետևանքն է, որ իրենք հայտնվել են այդ երկրներում, եւ եթե այդ հարցը ճանաչված չէ այն իրենց ընդունած երկրի կողմից, իրենք պահանջում են բարոյական որպես։ Բայց մյուս կողմից հիմա գործընթացը գնում Լեռնային Ղարաբաղի միջազգային ճանաչման ուղղությամբ, շատ ավելի կարծում եմ կարևոր կլիներ եւ շատ ավելի օգտավետ, եթե մենք այդ ողջ ռեսուրսները ուղեինք Ղարաբաղի միջազգային ճանաչման վրա, չհրաժարվելով անշուշտ անի, բայց կան երկրներ, որ այսինքն մենք երկրորդ ոնց որ բանով ենք սկսում, Ուրուգվայը արդեն 2 անգամ է ճանաչել դատապարտել, հա, Ֆրանսիայում հիմա նախագահական ընտրությունների բոլոր մասնակիցները էլ բան չի մնացել, օրենք որ ընդունեն, հա, ցեղասպանության վերաբերյալ, բայց էլի ինչ որ բաներ են։ Այսինքն ավելի արդյունավետ կլինի Ղարաբաղը ճանաչեն, մեզ ավելի մեծ օգուտ։ Այո, քան թե այսինքն դա մեզ այսօրվա դա մեր բանի գոյատևման խնդիր ունենք մենք, մեր քույրերը, եղբայրները ապրում են այսօր մի տարածաշրջանում, որի վրա կախված է նոր ցեղասպանության վտանգը, հաշվի առնելով այն քաղաքականությունը, որ վարում է Ադրբեջանի իշխանությունը։ Այսինքն մենք այսօր պետք է կանխարգելենք հնարավոր երկրորդ ցեղասպանությունը եւ ոչ թե անշուշտ պետք է հիշել, պետք է ոգեկոչել, պետք է դատապարտել բաներ են անում, բայց ասում եմ, այս նոր մոտեցումը գուցե ավելի այս Ավրորա, հա, մրցանակաբաշխությունը նոր լույս է սփռում այս դեպքերի վրա եւ մեզ նորովի է ներկայացնում աշխարհին։ Եվ ինչպես ասեցի, եթե կարողանանք ցեղասպանությունների առաջ մարտի կլինենք, հա, դատապարտելու, կանխարգելու այդ առումով նոր դերակատարություն է, որը նոր հնարավորություններ է բացում միջազգային հանրության հետ մեր հարաբերություններում։ Բայց սևեռվել կոնկրետ ինչ-որ մի երկրի ճանաչման կամ չճանաչ եւ դրանից շատ նեղանալ կամ չնեղանալ, չեմ կարծում։ Նույն Ամերիկայի Միացյալ Նահանգները հիմա ասում ենք բառը չի օգտագործել։ Մարդը նախագահը նախորդ Օբաման 8 տարի շարունակ տալիս էր ցեղասպանության դասագրքային սահմանումը, ինչ էֆեմիզացես չէր օգտագործում, մեծ եղերն անվանում, բայց խուսափում էր ցեղասպանություն բառը օգտագործելուց հասկանալի պատճառներով։ Դա իրենց ազգային շահի թելադրանքն է եւ նաեւ շատերը այսօր հարց են տալիս իսկ հետո, որովհետեւ եթե մենք դա ճանաչվեց, դատապարտվեց, բա հաջորդ քայլը ինչն է լինելու, եթե մենք դա դիտարկում ենք իրավական տեսանկյունից եւ խոսք է գնում ցեղասպանության կանխարգելման եւ դատապարտման կոնվենցիայի մասին, ապա ինչ հաջորդ քայլեր են լինելու, հա, այսօր տեսնենք։ Պարոն Արզումանյան, մի այսպիսի հարց, Հայաստանը հիմա ինչ է անում ցեղասպանության ճանաչման համար, ինչ որ ռեալ քայլեր արվում են եւ ճիշտ են արվում եւ այն ինչ որ արվում է արդյունավետ է։ Տեսեք, դժվար է ասել կոնկրետ դիվանագիտական աշխատանքը այնպեսին է, որ ոչ շատ բաների մասին մենք կարող ենք անել, ես կարծում եմ ինչպես եւ առաջ էր դիվանագետները, դեսպանատները կոնկրետ համայնքներում աջակցում են այն կառույցներին, որոնք բայց բան առօրյա իրենց աշխատանքում դա կարևորագույն հարցը չի կարծում եմ եւ կարելի է շատ այլ մեխանիզմներ օգտագործել։ Կա այսօր խորհրդարանական դիվանագիտություն, պարզ է, որ բոլոր խորհրդարանականները եւ տարբեր ֆորմատների կառույցներում, տարբեր վեաժողովներում եւ առանձին հանդիպումների ժամանակ մշտապես այդ հարցը արձարծում են։ Դա լրիվ նորմալ է եւ խորհրդարան հարաբերություններին բավականին հարիր կան բարեկամական խմբեր, որոնք միջազգային հարաբերությունների անձնաժողովներ, որոնք գտնում են, որ ճիշտ կլինի կոնկրետ վիզավի խորհրդարանը ճանաչի։ Այդ առումով դա կարելի է անվանել խորհրդարանական դիվանագիտություն։ Կան տարբեր կառույցներ, կազմակերպություններ, ՀԿ-ներ, որոնք միմյանց հետ համագործակցում են։ Պետությունը պետք է կարողանա այդ ամենի մեջ ինչ-որ ուղղորդություն տա, ուղղորդում տա, եւ դա չհամարվի, որ դիվանագետի ամենօրյա դա կարելի է արձարծել ինչ-ինչ ֆորմատներ։ Բայց ինչ որ արվում է բավարար է։ Ու արդյունավետ է ընդհանրապես։ Կարծում եմ այո, այսինքն մենք նայած ինչ ենք բանանում, այսինքն եթե երկիրը ճանաչել կամ դատապարտել է բանաձևով,
էլ ինչ պետք է անել այս Թուրքիայի հետ հարաբերություններ պահանջենք, որ խզեն, բացառված է։ Մենք պետք է հասկանանք, որ բոլոր երկրները ճանաչած թե ոչ ունեն հարաբերություն թե մեզ հետ, թե Թուրքիայի հետ։ Եվ շատ դեպքերում Թուրքիայի հետ հարաբերությունները շատ ավելի կարևոր են իրենց համար, թե տնտեսական առումով, թե ռազմաքաղաքական առումով եւ պահանջել ավելի շատ, քան իրենք կարող են այս պահին ելնելով իրենց ազգային շահից անել, կարծում եմ անհեռանկարային մոտեցում է։ Պետք է համադրել, պետք է փորձել եւ հետապնդել հարցի ճանաչումը եւ այլ հարցեր լուծել։ Պարոն Արզումանյան, մի այսպիսի հարց է, մեր հայկական կառույցները տարբեր երկրներում տարիներով պայքարում են, տարբեր երկրների օրինակներով։ Ցեղասպանությունը ընդունվում է, հետո մի քիչ էլ են պայքարում, քրեականացնող օրինագիծ է լինում։ Հա, ի վերջո վերջը որն է։ Լավ, այս երկուսն էլ ընդունվեց հետո։ Նու քրեականացնողի հետ կապված տարբեր մոտեցումներ կան, որովհետև Չէ, ես ուզում եմ հասկանամ, կան, ասում եք երկրորդ անգամ եմ Ուրուգվայի արդեն երկրորդ անգամ, հա, ի վերջո նման օրինակներ ունենք, բայց վերջը որն է, լավ ընդունեցին, լավ քրեականացվեց, հետո։ Տեսեք, ժխտողականությունը գործում է այն պարագայում, երբ կա լռություն, երբ փաստերի մասին չես խոսում եւ իրազեկված չեն հասարակությունները։ Այդ առումով ինչն է պատճառը, որ Թուրքիայի իշխանությունները այդքան ակտիվորեն պայքարում են, որ նույնիսկ ֆիլմ նկարահանվի, հա։ Հիմա այդ հոլիվուդյան պատերազմը գնում է խոստում ֆիլմի ռեյտինգի հետ կապված եւ դա արվում է պետական աջակցությամբ։ Այսինքն դա փորձ է, որ հնարավորինս քիչ խոսվի այդ մասին, որովհետև ինչքան շատ ես խոսում, ինչքան շատ մարդիկ վստահ են, որ այս Ավրորայի մրցանակաբաշխությունից իմացան, որ կա Հայաստան, որ եղել է ցեղասպանություն, միլիոնավոր մարդիկ Հայաստանի եւ ցեղասպանության մասին իմացան միայն Քիմ Քարդաշյանի Հայաստան այցելությունից, որ նրանք ոչ մի որևէ, այսինքն դա նպաստում է նրան, որ ցանկացած բան հանգուցալուծվում է բանավեճի, դեբատի ընթացքում։ Եթե չես թեման փակ է, պետք է ավելի շատ մարդիկ իմանան, պետք է այդ մասին բան արվի։ Եվ այստեղ այդքան կարևոր չի պետությունը պաշտոնապես ճանաչել է թե չէ։ Կարևոր է, որ այդ պետության քաղաքացիները առօրյա հնարավորություն ունենան ճշտելու փաստերը, տեսնելու եւ իրազեկված լինեն այն մասին, ինչ եղել է, եւ իրենք արդեն կպահանջեն արդարությունը, որ հաղթանակի։ Պարոն Օզմանյան, հիմա մեր քայլերը, հա, ուզում եմ իմանալ, որոնք պետք է լինի Հայաստանի նկատի ունեմ հայերի, ինչ քայլերի պետք է գնան, ինչ պետք է անեն հայերը, որպեսզի վերջո հա այս հարցը լուծվի եւ ճանաչում լինի։ Կամ կլինի արդյոք թե չի լինի։ Ճանաչում ասելով դուք ինչ եք հասկանում։ Թուրքիան։ Ես խոսքը գնում է, որ Թուրքիայի հանրապետությունը այսօրվա հա ճանաչի ցեղասպանությունը։ Մնացածը արդեն դրանից հետո կսկսենք խոսել։ Այսօրվա Թուրքիան չի ճանաչելու, ակնհայտ է, եւ այսօրվա Թուրքիան մենք չենք հասկանում ինչպիսին է այսօրվա Թուրքիան։ Այնինչ կատարվում է Թուրքիայում անհասկանալի է։ Մեզ հիմա ժամանակ է պետք հասկանալու համար, թե Թուրքիան ինչ դերակատարություն է ունենալու այս աշխարհակարգում, ինչ հարաբերություններ է ունենալու Եվրամիության հետ։ Մեկ հետ ներձեցումը եղավ Ռուսաստանի հետ ոնց որ, բայց մյուս կողմից էլ Թրամփի հետ հրամանից հետո ռմբակոծել, հա, քիմիական զենքի օգտագործման արդյունքում Սիրիայի բազաները, դա նաև բարձրացրեց Թուրքիայի դերակատարությունը, պատահական որպես ԱՄՆ կարևորագույն պարտներ, հա, պատահական չէ, որ միակ մարդը, որ շնորհավորեց ռեֆերենդումի արդյունքների վերաբերյալ քաղաքակիրթ աշխարհից Թրամփն էր։ Կարևորվում է այդ բաները։ Մենք պետք է փորձենք խուսանավել եւ այդ հարաբերություններում լավագույնս այդ հարաբերությունները եւ հնարավորությունները օգտագործել Հայաստանի ազգային շահը սպասարկելու համար։ Իսկ ազգային շահը Հայաստանի դա մեր սահմանների անվտանգությունն է եւ նորմալ
հարաբերությունները Թուրքիայի հետ։ Մենք պետք է ձգտենք, շարունակենք ձգտել ունենալ առանց նախապայմանների հարաբերություններ Թուրքիայի հետ։ Այսինքն մեզ դիվանագիտական հարաբերություններ, սահմանների բացում, սահմանի փակումը 21-րդ դարում դա անընդունելի բան է եւ պետք է հասկանանք, որ դա թշնամական գործողություն է Թուրքիայի կողմից։ Սահմանները բացելուց հետո հասարակությունների շփումից հետո շատ ավելի հեշտ կլինի, շատ ավելի անկաշկանդ պայմաններում կարողանան հասարակությունները առերեսվեն այդ փաստերի հետ կապված եւ հասարակությունները կտանեն։ Այսինքն Թուրքիան կարող է ճանաչել միայն այն դեպքում, երբ հարցը հասունանա Թուրքիայի հասարակության ներսում։ Թուրքիան երբևէ չի ճանաչի պարտադրելով եւ դա նաեւ մենթալիտետ է թուրքական եւ ընդհանրապես մուսուլմանական աշխարհում մահմեդականների մոտ զղջալու ինստիտուտ չկա որպես այդպեսին։ Դուք որ մասնագետների հետ խոսեք, իրենք շատ հետաքրքիր բաներ ձեզ կհանեն ասել։ Եվ երբևէ նման իշխանությունը չի համաձայնվի թելադրանքի հետևանքով, բայց հարցը եթե հասունանա հասարակության ներսում, շատ ավելի հեշտ կլինի այդ հարցին անդրադառնալ եւ սպասել դրական զարգացումների։ Այնպես որ մեզ համար շատ կարևոր է չունենանք փակ սահմաններ, ունենանք նորմալ հարաբերություններ։ Այսինքն մեր քայլերը պետք է տանեն նրան, որպեսզի սահմանները բացվեն։ Մենք ունենք հայ-թուրքական արձանագրությունները հայտնի, հա, որոնք այդպես էլ մնացին թղթի վրա։ Ի վերջո հիմա Հայաստանը ինչ անի։ Այդ քայլին Հայաստանը գնաց, բայց փաստորեն Թուրքիան տեսեք, մենք իրոք խոսում ենք տարբեր Թուրքիաների մասին։ Շատ ճիշտ ուղղությամբ, շատ դրական զարգացում էր արձանագրությունների ստորագրումը։ Անշուշտ այնտեղ կա վիճահարույց կետ պատմաբանների ենթահանձնաժողովի ստեղծման մասին, որի վերաբերյալ քննարկումներ եղել են, քննադատություն, դա չի կարևորը, բայց այո, Հայաստանը գնացել է առանց նախապայմանների հարաբերություն հաստատելու ուղղությամբ եւ ստորագրել է արձանագրությունները, բայց Հայաստանի մեղքով չէ, որ դրանք չգործեցին, որովհետեւ դեռևս թանակը չէր չորացել ստորագրությունների, երբ Թուրքիայի արտգործնախարարը հայտարարեց, որ այս հարցը կապված է Լեռնային Ղարաբաղի հետ, որը միշտ եղել է անընդունելի հայկական կողմերի համար եւ դրանով իսկ փակուղի մտավ գործընթացը։ Եվ այն զարգացումները, այն մետամորֆոզները, որոնց միջով անցել է Թուրքիան այս վերջին տարիներին, հույս չի ներշնչում, որ մենք այս պահին չունենք անելիք, մենք մեր արածը արել ենք, բայց այնպես չէ, որ սա զուտ հայ-թուրքական հարաբերությունների խնդիր է։ Ամբողջ աշխարհը հիմա սպասում է հասկանա ինչ է կատարվում։ Վերջապես Էրդողանը մենք գիտենք հուլիսի այդ բանից հետո, հեղաշրջման փորձից հետո հազարներով, տասնյակ հազարներով մարդկանց բանտն են ետել։ Դա բայց վերադառնալով հարցիս, պարոն Արզումանյան, Հայաստանը հիմա կարող է մի բան անել։ Մի բան կա, որ չի արել Հայաստանը, որ կարող անել արձանագրություններից բացի։ Չէ, դա ինչ որ բան Այսինքն իրենց կողմից պետք է քայլ լինի։ Իրենց կողմից հարցը դա չէ, հարցը այս պահին քայլ անելու համար պետք է նպաստավոր պայմաններ լինեն։ Այդ նպաստավոր պայմանը այն ժամանակ է լինում, երբ որ գիտես դիմացինդ ինչ է ուզում։ Մենք չգիտենք, ոչ ոք դեռ չգիտի ինչ է ուզում Էրդողանը։ Նա անցկացրեց ռեֆերենդումը, հիմա նա դառնում է սուլթան, նա սուլթանատի է վերածում Թուրքիան։ Թե ոչ կա այլ կարծիք, որ նա իր իղձը իրականացրեց, հիմա արդեն ավելի կոնստրուկտիվ դաշտ է վերադառնալու։ Ինչպիսի հարաբերություններ են ունենալու Եվրամիության հետ։ Երկիր, որը տասնյակ տարիներ պայքարում էր Եվրամիության անդամակցելու համար, հիմա կոչում է այդ կառույցը եւ բոլոր անդամներին ֆաշիստ, նացիստ եւ այլն, այսինքն արճակատվել է եւ արճակատումը հասել է գագաթնակետին։ Այդ ակումբի պահանջներին չի կարող բավարարել մի երկիր, որում տասնյակ հազարավոր քաղբանտարկյալներ կան, որում որևէ իրավունք չի, նույն այդ ռեֆերենդումի ժամանակ որևէ մամուլի բան, որևէ ԶԼՄ չէր կարող քարոզել ոչը, որովհետեւ 99%-ով ամբողջությամբ միայն այոյի քարոզ էր։ Դա ավտորիտար տոտալիտարի ձգտող համակարգ է։ Մենք պետք է հասկանանք ինչ է անելու։ Նոր այդ ամեն ինչը ավարտվեց, հիմա տեսնենք որպես այդպիսի լայն լիազորություններով նախագահ, նա ինչպիսի արտաքին քաղաքականություն է վարելու եւ ըստ այդմ մենք որոշենք մեր անելիքները։ Այս մեր անելիքը այս պահին սպասելն է։
Շատ լավ եւ վերջին հարցը պարոն Արզումանյան, հետեւել եք արդյոք միջազգային արձագանքին այսօրվա հետ կապված եւ ինչպես կգնահատեք տարբեր երկրներից հնչող հայտարարություններ։ Տեսեք, դեռ այսօր կլինեն, դեռ օրենօր է բացվում շատ տեղերում եւ բան կլինի հետաքրքրությունը դեպի այս իրադարձությունները շատացել է վերջին տարիներին եւ շատ մեծ նշանակություն ունեցավ 100-ամյակի այդ միջոցառումները եւ անշուշտ Հռոմի Պապի կողմից ճանաչումը Հայաստան այցելությունը դա շատ մեծ նշանակություն է ունեցել եւ շատ ավելի շատ մարդիկ են այսօր խոսում հայոց ցեղասպանության մասին, կարծում եմ դա ճիշտ լավ լուր է եւ գնալով տարեց տարի այդ հոդվածները, գրքերը, հրատարակությունները, ֆիլմերը, հիմա ֆիլմ նկարահանվեց, առաջին ծիծեռնակներ կարող այնքան էլ հաջող չստացվեց, բայց պետք է դա շարունակել։ Սեմինարներ, սիմպոզիումներ, միջազգային տարբեր տեսակի գիտաժողովներ արվում է եւ հետաքրքրությունը շատանում է եւ մամուլի արձագանքը կարծում եմ adekvat է։ Դեռ կտեսնենք ինչ նոր բաների հայտարարություններ չեն արել որոշ երկրներ, որոնց շատ սպասում են։ Դեռ ժամանակ կա, բայց կարելի է ասել, որ նորմալ adekvat արձագանք է։ Շնորհակալ եմ մեր հրավեր ընդունելու համար, տաղավարում հյուրընկալել ենք Հայաստանի նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանին։